Ողջույն։ Քաղաքական բումերանգը հենց սա է, երբ հայտարարում ես, թե մինչև 2018 թվականը Հայաստանում ընտրությունները կեղծվել են, քո օրոք ձեռքերդ կկտրես, բայց ոչ մի քվեաթերթիկ չես կեղծի, բայց կազմակերպում ես այնպիսի ընտրություն, որոնք գերազանցում են նախորդ բոլոր ընտրությունների բացահայտ, թաքուն ու ենթադրյալ բոլոր կեղծիքներին միասին վերցրած։ Հայաստանի Հանրապետության պատմության ամենախայտառակ ընտրությունները ավանդաբար մինչև 2026 թվականը իհարկե համարվել է 1996-ի նախագահական ընտրությունները։ 96-ը ավագ սերունդը լավ է հիշում, մյուսներն էլ շատ են լսել։ Փորձենք հասկանալ այս ընտրություններն էին ավելի կեղծված, թե 96-ինը։ 1996-ին դարձյալ ուժեղ ընդդիմություն կար, բայց մեկ ցուցակով, եւ կար իշխանությունն ամեն կերպ պահելու մոլուցք։ Այնքան մեծ էր այդ մոլուցքը, որ Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը հայտարարում էին, որ 100% ձայն էլ հավաքի ընդդիմությունը իշխանությունը չեն զիջի, անգամ մարդկանց կյանքի հաշվին։ Ու ընտրությունները անգամ երկրորդ փուլ չգնաց, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես իր հուշերում պատմում էր Վանո Սիրադեղյանը, երկրորդ փուլի հոգեբանորեն պատրաստ չէր։ Անգամ ասում են Լևոնը զանգել Վազգեն Մանուկյանին շնորհավորել էր, այդտեղ ձեռքից բռնել էին, ասել «Էս ինչ ես անում»։ Հետո պարզապես Տեր-Պետրոսյանին գիշերվա կեսին հայտարարեցին նախագահ եւ բացեցին շամպայնը Վազգեն Մանուկյանից գողանալով հաղթանակը, բայց դա 90-ականներն էին։ Այն ժամանակ ամեն բան այլ էր, բոլոր երկրներում էր այդպես։ Այս անգամ այդ դեպքերից ուղիղ 30 տարի անց ավելի վատը տեղի ունեցավ։ Վանոյենք գոնե իրենց պարտությունը պաշտոնապես իմանալուց հետո հայտարարեցին հաղթանակի մասին։ Նիկոլը քվեաթերթիկների 10%-ը հազիվ հաշված արդեն հայտարարեց, թե միանձնյա կառավարություն է ձևավորելու։ Պատկերացնում եք։ Տեր-Պետրոսյանենք ասում էին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ էլ հայտարարի, իշխանությունը չենք տա։ Փաշինյանը կատարելագործել է, ինքն է ասում, թե ինչ պետք է հայտարարի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Դե հիմա ասեք, որ մեկն էր ավելի վատ։ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությունների ժամանակ պետական կառույցները մեղմ ասած չկային, թույլ էին, կար միայն բանակ, որը եւ օգտագործվեց, չկար այլ ռեսուրս, պետբյուջեն փոքր էր, չէր կարող ընտրակաշարք բաժանել, անգամ աշխատավարձ չէին կարողանում վճարել, տարիների պարտ կար կուտակած, ժողովրդի 50%-ից ավելին պաշտոնապես աղքատ էր, լույս, գազ, մութ ու ցուրտ տարիներ, այսինքն միայն բանակն էր օգնում պահել իշխանությունը, իսկ Նիկոլը տոտալ բռնաճնշումներ բոլոր մարմիններում, ընտրություններից առաջ, ինչը չկար այն ժամանակ նման թափով։ Նիկոլը տոտալ բռնաճնշումների գնաց, թեկնածուներին կալանավորեցին, ում վրա հասցրին քրգործ մկոնեցին։ Ընդդիմադիր ուժերի բազմաթիվ վստահված անձանց փակեցին, որ քվեարկություններին չկարողանան իրենց խանգարել։ Արդյունքը այն է, որ 30 տեղամասում վերահաշվարկ է արվում, տեսնում են ԿՊ-ին 5000 ձայն ավել է գրվել։ 96-ին բանակով պահեցին իշխանությունը, 2026-ին Նիկոլը բանակը քշեց տեղամաս մինչև կեսգիշեր ապօրինություն անելով Նիկոլ ընտրելու համար։ Այսինքն երկու դեպքում էլ թե 96-ին, թե 2026-ին բանակը ժողովրդի կամքին դեմ հանվեց։ 96-ին Ջանգիրյան Գագիկն էր ցուցակների պատասխանատուն ու այնպես խառնեց, որ մինչև հիմա խառնված են այդ ցուցակները, ողջերը մեռածներին են խառնվել։ Այսօր էլ տեսնում ենք, թե մի հոգու տան հասցեում քանի անծանոթ է գրանցված, ընտրությունների վերջում պարզվեց գաղտնի ցուցակներ են եղել տասնյակ հազարավոր ընտրողներով։ Սա այն ժամանակ չկար։ Այն ժամանակ մահացածները քվեարկում էին, հիմա վստահված անձն ասում է 45 տարի այս փոքր գյուղում եմ ապրում, այն ընտրողներին, որ որպես մեր գյուղացի բերում են տեղամաս, ծանոթ չեմ։ 96-ի ընտրություններից այս ընտրությունները տարբերվում են ահռելի ընտրակաշարքով, պետական, արտոնված ընտրակաշարքով։ Ընտրությունների նախաշեմին պետության հաշվին 65+ անձանց համար առողջապահական փաթեթը, բանակի կրճատումը, թոշակների բարձրացումը եւ այլն։ Այդ բոլորը ընտրակաշարքի տպավորություն է թողնում։ Կրկնում եմ, այն ժամանակ կառավարությունը չուներ այդ ռեսուրսը, փոքր բյուջե էր։ Սրանք ճարում են այդ ռեսուրսները, պարտք են անում ու բաժանում են ընտրակաշարք։ Հակակոռուպցիոնը մարդկանց է բռնել, որ ընդհանուր 7 միլիոն դրամ ընտրակաշարք են բաժանել, ենթադրաբար։
Գուցե եղել է, բայց ո՞րն է ավելի վտանգավոր։ Ինչ որ 10, 100, անգամ 1000 հոգու փող բաժանելը, թե 600,000-ին ընտրակաշարք բաժանելը 10,000 դրամ թոշակի տեսքով։ Պետության պարտքը մեծացնելու հաշվին։ Այն անձը, որ իր միջոցներից 7 միլիոն դրամ է բաժանել, նա է ավելի վտանգավոր, թե Նիկոլը, որ բաժանել է 75 միլիարդ դրամ պետբյուջեից միայն թոշակառուներին։ Եւ այս ընտրություններում բոլոր նախարարությունները իրենց հերթին բաժանել են այդպիսի կաշառք։ Այս ու 1996-ի իշխանությունների մեջ նմանություն իհարկե կա։ Երկուսն էլ ամեն ինչի պատրաստ էին աթոռը պահելու համար, բառացիորեն ամեն ինչի։ 96-ի իշխանությունները անկախ Հայաստանում առաջինն էին, որոնք շատ արագ դեֆորմացվեցին ու իսկապես վերածվեցին հրեշի։ Նիկոլ Փաշինյանը 2018-ին եկավ որպես ժողովրդավարության, փրկության համար իրեն զոհող ինչ-որ մարտիկ։ 8 տարի անց նա արդեն հրեշի է վերածվել, ջարդեր փշրելով, հանձնելով, դավաճանելով, թալանելով, սպառնալով, երկրի հերը անիծելով։ Մարդ, որի հեղափոխության պատճառն այն էր, որ Սերժը երրորդ ժամկետ էր գնում, ամեն ինչ արեց, որ ինքը երրորդ ժամկետ մնա։ Գիտեր, որ ժողովուրդը դեմ է, հիմա էլ գիտի, որ դեմ է։ Նա գիտի, որ չի հավաքել այդքան ձայն, բայց ասում է՝ մնում եմ, որովհետև 100% էլ հավաքի ընդդիմությունը իշխանությունը զիջող չկա։ Մեր աչքի առաջ տեսանք հեղափոխականների դեֆորմացիան, երբ հանուն ժողովրդի եկածը ժողովրդին ծեծելով, բռնելով, շանտաժով, կաշառելով, սպանելով, վերջում էլ քվեն գողանալով մնում է։ Հայաստանի նոր իշխանությունը ինքնահռչակ է, ինքն է իրեն համարել վարչապետ ընտրությունների գիշերը։ 2018-ին հաղթեց այն համոզմունքը, որ իշխանությունը պետք է լինի ազնիվ, ընտրությունները արդար, դատարանները անկախ, քաղաքացին հարգված, իսկ պետությունը զերծ կեղծիքից, բռնությունից։ Ով դեմ էր հեղափոխությանը, համարեցին թշնամի։ Բայց 8 տարի անց ամենածանր հարցը ոչ թե այն է, թե ինչ եղավ հեղափոխության հակառակորդների հետ, այլ ինչ եղավ հենց հեղափոխության հետ։ Եթե հեղափոխությունը պայքարում էր ընտրակեղծիքների դեմ, ինչպես ստացվեց, որ այսօր ամենակեղծված ընտրություններն են։ Եթե հեղափոխությունը պայքարում էր քաղաքական հետապնդումների դեմ, ինչպես եղավ, որ բանտերը լի են այլախոհներով։ Պատմության մեջ հաճախ է պատահել, որ հեղափոխությունները հաղթելով հին համակարգին ժամանակի ընթացքում սկսում են նմանվել հենց այն համակարգին, որի դեմ պայքարում էին։ Սրանք պատմական ամենավատ օրինակներն են, որ բոլոր սխալները մագնիսի պես քաշել են իրենց վրա։ Նիկոլենց ամենամեծ ողբերգությունը հենց դա է։ Աշխարհի պատմության մեջ Հայաստանը մնաց օրինակ, թե ինչքան վատ ավարտ կարող են ունենալ հեղափոխությունները։ Գուցե նրանից է, որ ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, այլ իշխանությունը նվեր են ստացել ինչ-ինչ նպատակներով, գուցե ժամանակավոր են ստացել, բայց դե հետ էլ փոխանցել չեն կարողանում։ Այնուամենայնիվ, Նիկոլ իրականում շատ բարձրից է ցած ընկել։ 80% ռեյտինգ ունեցողը այսօր մի 30% կեղծում է ու չի կարողանում հասնել 50-ի։ Պատմության մեջ բավականին հաճախ հանդիպող երևույթ է, երբ ղեկավարները կամ քաղաքական ուժերը իշխանության են գալիս ժողովրդական աննախադեպ ալիքի, մեծ սիրո կամ հեղափոխության միջոցով, բայց ժամանակի ընթացքում դավաճանում են իրենց իսկ հռչակած սկզբունքներին եւ իսկական աղետ են դառնում սեփական երկրի ու ժողովրդի համար։ Սա հենց այդ դեպքն է։ Փրկչի բարդույթով մարդուկ, որը շարժվում էր «Ես եմ ժողովուրդը» տրամաբանությամբ եւ մտածում էր, թե մենակ ինքը գիտի, ինչ է լավ երկրի համար ու ինքը պետք է միանձնյա որոշի, ինչ անել երկրի հետ։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը չուներ արժեք, այն ընդամենը իշխանության գալու հիվանդագին ցանկություն էր։ Արդյունքում հեղափոխություն ասվածը վաղուց մեռել է, տեղը զբաղեցրել է ցինիկ բռնապետությունը։ Ահա թե ինչ արեց հեղափոխությունը իր զավակի հետ 8 տարի անց։ Ամենամեծ քաղաքական ողբերգությունը Նիկոլենց այն է, որ նա դարձավ այն ամենի խտացված հրեշավոր տարբերակը, ինչի դեմ իբր պայքարում էր։ Ասում են, վիշապին սպանողը վերջում ինքն է դառնում վիշապ, բայց մեր դեպքում արյունարբու հրեշ դարձավ, որի կողքին նախկին բոլոր արատավոր երևույթները հիմա
պարզապես մանկական չարաճճիություն են։ Կարճ ասած, պատմական զուգահեռներ տարանք 96-ի հետ, որովհետև նման են, բայց իրականության ու իրողությունների հետ կռիվ տալը միշտ չէ որ ստացվում է։ Գուցե իրավիճակային լուծում է իրենց համար, բայց գնալով խորանում է ճգնաժամը։ Մենք ամեն օր ենք տեսնում, որ ճգնաժամը խորանում է եւ բերում է ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական լուրջ մարտահրավերների, որոնք այս իշխանությունը ուզուրպացիայով պահպանելով չեն կարող հաղթահարել։ 96-ի արդյունքը ինչ եղավ։ Լևոն Տեր-Պետրոսյանին չօգնեց այդ ամենը իշխանությունը երկար ձգել։ Գողացած բանը երկար չմնաց իր մոտ։ Ճգնաժամը պահպանվեց մինչև 98-ը եւ նա ստիպված հանձնեց իշխանությունը։